Զեղչեր են Ֆրանսիայում եկել ենք մոլ գնումների, իսկ գնումները տանը ցույց կտամ։ Դե գնացինք, տեսնենք ինչ կա չկա։ Ամառային պայուսակներ, գործած հայելիով և այլ պայուսակներ։ Ինչ փոքրի տեսա 22 եվրո։ Ու ինչ պիտի գնեն մեջ։ Այս այա լավ լուքսի կոպիա։ Ինչպես և շատ պայուսակները մանգոյի զարհ։ Այս այասի ինչ ծանր եմ սրանք։ Մանկական բաժինը բերել են դիմացը, երևի լավ չի ծախվում իրանց մանկական։ Մանգոյի տոպերը 20 Գնանք Sephora մեր պատվերի հետևից։ Այս կոսմետիկայից նոր ենք գնել, այս ամբողջ սեթից։ Մնացածը ցուցադրված չի։ Կոնտուրնիկներ են։ Ինչ սիրուն են, չէ՞, գույները։ Այս բայոման չէ։ 90 եվրո Armani։ Bonjour, Dolce Gabbana։ Հայոց 825։ Ռադան 87 եվրո է դարձել։ Ինտերնետով ավելի լավն է զեղչը Ռադայի։ Մենակ այս երկուսը։ Հա։ Այս դուխի հոտը շատ լավն է, վերջն է Լիանոյի Լանքոմի 164 եվրո, նորույթ է։ I guess was not. Ջերեն Ֆրանսիայում, զեղչեր են Ֆրանսիայում, տեսեք ինչքան բան եմ գնել, հիմա եկեք միասին նայենք, տեսնենք ինչ կա չկա, ինչ գնումներ եմ կատարել, հավես unboxing է լինելու, եկեք միասին նայենք,
Ահա գնումները։ Հիմա ես այս ամենը մանրամասը ձեզ ցույց կտամ։ Իսկ դուք պատրաստ եք։ Դե գնացինք։ Սկսեմ H&M-ից։ Եկեք հիմա արագ ցույց տամ գնումները, ինչպես տեսնում եք, բաճկոն է շոկոլադի գույնի։ Այս մոդելը կոչվում է կասուխա, հայերեն ինչ շեխ, հա, տենց ձևվածք ունի։ Դետալները շատ են, բայց քանի որ արծաթագույն է, այդքան աչքի չի ընկնում։ Գոտկատեղը ունի էլաստիկ հատված, փափուկ է, կաշին փոխարինող նյութ է, մաշվից չէ, հասկանում եք, որ փոխարինող տարբերակ է կաշին, բայց շատ փափուկ է։ Zara-ից ունեմ ուրիշ մոդելներ, ավելի կլասիկ, բայց այս մոդելից վաղուց էի նայում շատ խանութներում, երբևիցե ինձ հարմար տարբերակ չէր հանդիպել, որովհետև կամ շատ չոր էին լինում, կամ էլ շատ պոլիեստերային այդ տարբերակով, այսինքն միջին փափուկ որակը չկար, եւ տվյալ դեպքում այս որակը ինձ գոհացրեց, որովհետև նման է բնական կաշվին եւ ճչացող արհեստական տեսք չունի։ Ուրեմն այս բաճկոնը զեղչվել էր 50 եվրոից դարձել էր 20, մի բլուզի գին, կարծում եմ, որ շատ հարմար գին է։ Կարող եք պատվիրել, սա էլ QR կոդը, կամ գնել հենց տեղում, եթե արկա է խանութներում դեռևս, երկուսներ, մեկը ես վերցրեցի մեր Ստրասբուրգի H&M խանութից, մյուսն էլ երևի այս մոտ օրերին վաճառված կլինի։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, կարծում եմ, որ շատ ապրանքներ կմնան խանութներում, որովհետև ուժեղ շոքեր է եւ մարդիկ քիչ են աշխատում են քիչ տանից դուրս գալ, բայց այդ օրը առաջի օրը, որ ես գնացի, սարսափելի շոկ էր եւ միևնույն ժամանակ այնքան մարդաշատ էր խանութներում, դրսերում, վաղուց այդքան շատ մարդիկ չէի տեսել։ Ես սովորաբար դուրս եմ գալի առաջի օրը եւ վերջի օրը զեղչերի, այսինքն 3-4 է լինում, մոտ 1 ամիս է տևում զեղչերը, առաջի շաբաթը 30%, երկրորդ շաբաթը իջեցնում են 50% եւ երրորդ շաբաթը, այսինքն շաբաթվա 4 օրը յուրաքանչյուր զեղչվում է ավելի եւ վերջի 4 օրը արդեն ապրանքների մեծ մասը դարձնում են 70%։ Առաջի օրը ես գնում եմ այն ինչ հարկավոր է, որպեսզի գտնեմ իմ չափսերը եւ շատ փչացած չլինեն ապրանքները, որովհետև թափրտում են, տրորում են, չեք պատկերացնի ինչ քաոս է տեղի ունենում խանութներում, արագ-արագ բոլորը շտապ, սենց քաոսային իրավիճակներում, ով ինչ հաջողացնում արագ-արագ փորձում են ով ինչքան կարող է շատ ապրանքներ վերցնի, տանի հանդերձարան, շատերն էլ նայելուց են թափրտում, մի խոսքով ահա որ քաոս է տիրում, բայց վերջի օրերը արդեն որ հագեցած են լինում առևտրից, շատերը դուրս չեն գալի, աշխատողները կարգի են բերում ապրանքները եւ արդեն գները լավ իջեցնում են, վերջի շաբաթը կարելի է կոնտրոլ անել, միգուցե պահեստից էլ նոր ապրանքներ բերած լինեն, եթե շատ է եղել տվյալ մոդելներից եւ արդեն շատ լավ զեղչերով գնել, այն ինչը որ այդքան անհրաժեշտ չէ, այդքան կարեւոր չէ, երբեմն կարելի է վերջում գնել կոպեկներով։ 70% զեղչը արդեն ինքնստինքյան շատ լավ է եւ պլյուս սուբլիմենտ է, այսինքն 10% էլ այդ ամենից հանում են նաեւ որպես բոնուս։ Եվ հարմար գներով կարելի է գնել։ Ինչևէ, այս բաճկոնը ինձ շատ դուր եկավ գույնը եւ տեքստուրան, որովհետեւ այլ տարբերակները երբեմն այցելելով խանութներ փորձում էի, ինձ դուր չէին գալիս, բայց սա ինձ գոհացրեց։ Այ այսպիսի շորիկ, բնական խխունջե աքսեսուարներով կապերի վրա, իսկական խխունջիկներ, հաճելի է, փոքրիկ դետալիկները փոխում են ամեն ինչ, այսպիսի ամառային շորիկ, իսկական այս շոքերի համար, այս բրիտելկաները կարելի է հանել եւ լրիվ դեկոլտե որպես կրել, շատ շոքերին առանձնապես դա բան չի էլ փոխում եւ շորիկը բավականին երկար է,
բավականին երկար շորիկ է, հաճելի պրինտով, ծովային բարիկներով, ովքեր են սիրում ծովամթերք, բայց ավելի շատ վականսային տրամադրություն փոխանցող, ոչ թե ախորժակ բացող էլի շորիկ է, այսպիսի պրինտ դեռևս ինձ այսքան ժամանակ չէր հանդիպել, շատ ինձ դուր եկավ։ Այս շորիկը իդեպ շատ քիչ է զեղչվել, 30-ից դարձել է 25 եվրո ոնց որ, հիմա նայեմ ասեմ, այո, շորիկը 25 եվրո, բաճկոնը 20 եվրո, որովհետև սա սեզոնային է, անմիջապես կգնեն, իսկ մեծ ապրանքներից, այն էլ սեզոնից դուրս, փորձում են ավելի արագ ձերբազատվել, դրա համար նրա վրա 50% էին զեղչ դրել, իսկ սրա վրա ընդամենը 5 եվրո։ Ու սա այս փոքրիկ շալիկը, շարֆիկը, նայած ով ինչպես է օգտագործում, ուրեմն սա էլ է լավ զեղչված, 10 եվրոից դառել էր 3 եվրո, միանգամից 70% զեղչել էին։ Ես սա գնել եմ պարուսյակի աքսեսուար որպես, թեպետ կարելի է նաև որպես գլխաշոր օգտագործել կամ պարանոցի համար փոքրիկ շարֆիկ, որովհետև ամառը արևը անմիջապես այդ հատվածն է, չէ, վառում, ինչքան է գլխարկ եք դնում կամ պաշտպանվում եք արևից, միևնույնն է, այդ հատվածը շատ արագ է պարանոցի ծոծրակի մասը այրվում, եթե կարճ մազեր ունեք կամ հավաքած մազեր եւ այլն։ H&M-ից շատ ուզում էի գնեի կարագի ամանը, որ տեսել էի, հավանել էի, բայց անմիջապես էին տարել, հենց առաջի օրով, ոչ մի հատ չէր մնացել։ Սա էլ մոմ է էվկալիպտի հոտով։ H&M-ի մոմերը ես շատ հավանում եմ, որովհետև ի տարբերություն մյուս խանութների շատ անուշ գերհագեցած հոտ ունի եւ ամբողջ օրը սենյակից գալիս է այդ հոտը, մոմը վառես թե չէ, իսկ մյուսներից պարաֆինի հոտ է գալիս, իսկ սա զգացվում է, որ լավ ոսկ է օգտագործված, այսինքն հիմքը ոսկային է, ոչ թե պարաֆինային։ Նախորդ անգամ գնել էի դարչինի հոտով ու մեխակի, շատ եմ հավանում, նույնիսկ չվառած սենյակից միշտ գալիս է այդ հոտը։ Իդեպ այս անգամ էլ է արկա այս հոտը, ուրեմն դարչին է եւ իմբիր, ինչ եմ էլ վառել դեռևս, որտեվ տանը ուրիշ մոմեր էլ կային, ու սրա հոտը սենց թենենց գալիս է տանից ամբողջ օրը։ Եկեք նայենք մնացած բաները, այնքան շոկ էր, որ այս պակետները հազիվ տուն հասան, քիչ էր մնում ամեն բան հալվեր արևի տակ։ Դե գնացինք։ Ուրեմն այս բոձիները 20 եվրոից դարձել է 12 եվրո, պուճուր ենք ունեցել, պուճուրիկ տղա, առողջ բալիկ թող լինի, քույրիկից թողնիկն է նա, այս 5 բոձին պոստելային երանգներով, շատ գեղեցիկ երանգներ են, Զարայի բոձիներն են, սա Աբելի համար, սա էլ Ադելի համար, Ադելը Աբելի քույրն է, քույրիկը, սա էլ նրա համար, ուրեմն սա 6 եվրոից դարձել էր, կարծեմ 4.50 թե ինչքան, թիկունքը տեսեք, ինչ գեղեցիկ է հետևի մասը, այ այսպիսի գունագեղ սիրուն թիշորտ է, Ադելի համար, և ոչ թե երկնագույն է, բաց մանուշակագույն է, շատ հաճելի գույն է իդեպ, և այս չեյրի օծանելիքը աղջնակիս համար եմ գնել, նա ինձ նման սիրում է բալերի նոտաներ, եկեք լսենք, թե ինչպես է հնչում այս օծանելիքը։ Տեղափոխվեցինք այստեղ, ավելի հարմար է ցույց տալը, որովհետև ֆիքսեցի հեռախոսը, ձեռքից բռնած հարմար չէր միաժամանակ ցույց տալ։ Նայեք ինչ գեղեցիկ ֆլակոն է, սրվակ հայերեն ասենք։ Զարայի օծանելիքից շատերն են գող, մենք առաջին անգամ ենք գնում, նման է Վիկտորիա Սեկրետի օծանելիքների սրվակին, որից ունեցել ենք դեռևս Հայաստանում, հիմա այստեղ բացվել է, բայց էլ չենք օգտվում, որտև այնքան ավելի լավ օծանելիքներ կան, քան Վիկտորիա Սեկրետը, որ իմաստ չունի, սա էլ ուղղակի ճամփորդական պարուսյակի համար գնեցի, բույրը անմիջապես տարածվեց սենյակով մեկ, գիտեք ինչպես է հնչում, վանիլային նոտայով և բացվում է դեպի բալ, վանիլն ու բալը, եթե
խառնենք իրար, ինչ հոտ կստանանք։ Հաճելի ամառային հոտ է։ Zara-ի այս կարգո շորտը տղամարդկանց համար նախատեսված։ Այս շորտի երկար տարբերակը գնել էինք, ցույց եմ տվել որպես կարգո շալվար, բայց այս շորտը նույն կտորի կարճ տարբերակն է եւ արդեն քանի որ կրել է, գիտենք որ հով է, ուրեմն 36 եվրոյից զեղչվել է 30%, 25 եվրոյի է դարձել այս մոդելը, 36 եվրոյից դարձել է 25 եվրո, չենք սպասում 50% զեղչվի, որովհետև չի մնում, օրինակ այս կարգո շորտից, ընդհանրապես այս մեկն էր ու լավ է, որ համարը չափսը համընկավ M-ը, ինչը որ պետք է, մի քանի րոպե հետո կարող է սա էլ չլիներ։ Բոլորի ձեռքը գումար կա, ոչ մեկ գումարի խնդիր չունի, բոլորը սպասում են զեղչերին, դրա համար շատ արագ է սպառվում նախնական լավ ապրանքները, հենց առաջի օրը շատ արագ սպառվում են։ Հա, H&M-ից մոռացա ցույց տալ Պուճուրիկի այս գուլպաները, կարծեմ 4-ն են, այո։ Այսպես, սա էլ այսպես, 4-ը տարբեր նկարազարդումներով ու շատ տարբերակներ կային, ես այս գույնը ընտրեցի, հաճելի գույն էր։ Ուզում եմ նաև ուշադրությունը ձեր հրավիրել Uniqlo-ի զեղչերի վրա, Uniqlo-ն ճապոնական բրենդ է, մտանք որպեսզի տեսնենք Dior-ի ջինսերը զեղչվել են, գնենք, պարզվեց որ դեռևս ոչ, այնտեղ հայ աշխատող կին կար, ասեց առաջի օրն է չենք զեղչել, բայց հնարավոր է, ինքը հաստատ չգիտեր, դե չեն տեղեկացրել հավանաբար մենեջերները աշխատողներին, դե էլի կնայենք։ Ուրեմն այս փափլիկ, շատ փափուկ բամբակյա շալվարիկները գնել ենք մեր պուճուրիկների համար, քույրիկիս թորնիկների համար, աղջկա եւ տղայի, գինն է շատ հարմար, դարձել էր ընդամենը 1.90, պատկերացնում եք 8 եվրո է իրական արժեքը նախնական, բայց այնտեղ մի հատ զամբյուղ կար, շատ արտիկլներ լցրած էր մեջը եւ բոլորը արժեին 1.90, այդ թվում նաեւ տղամարդկանց շորտեր, ներքնազգեստներ, եթե անցնեք Uniqlo-ի կողքով, ովքեր ապրում են Ստրասբուրգում, մտեք, հենց կասայի մոտ է այդ զամբյուղը, շատ բաներ կային, հենց 1.90 շատ լավ գին է, այս որակի համար Uniqlo-ն գիտենք, որ հատուկ է որակական առումով շատ բարձր որակ ունի, այս 5 հատին, 5 արտիկլին ես վճարել եմ ընդամենը, հիմա ասեմ որքան, 9.50 5 արտիկլին, շատ լավ գին է, փափուկ, որակյալ շալվարիկներ են, թող հագնեն երեխեքը, հետևն է գրպան կա, կարող են որպես պիժամո էլ հագնել կամ պանը, կամ օրինակ շորիկների տակից հագնում են, չէ, աղջիկները սենց տրիկոններ, որպես լասինաներ, այդպես ասեմ։ Stradivarius-ից ես միշտ գնում եմ աքսեսուարներ այս օրերին, որովհետև հավանում եմ իրենց աքսեսուարները եւ 16 եվրո իրականում ես սրան չեմ տա երբեք, բայց քանի որ զեղչվել է դարձել է 4 եվրո, ինչու ոչ, սրանք աքսեսուարներ են բանալիների, պայուսակների համար։ Այս դուտիկից մի քանիսն էր մնացել, իսկ սրանից այս մեկն էր, շատ գեղեցիկ է նայվում ծղոտից պայուսակի վրա, դրա համար եմ գնել։ Միայն ծղոտը ինքն իրենով շատ ձանձրալի է իմ համար, ես սիրում եմ նաև զարդարել պայուսակները։ Դեսա այլ աղջնակիս համար իր գուպին է։ Նախորդ անգամ էլ չէ, այսպիսի կախազարդ գնել գուպիի տեսքով, իր մոսկինո պայուսակի վրա ենք ամրացրել, մինչև հիմա կա, սա էլ իր ամառային պայուսակի վրա թող ամրացնի, բայց նկատեցի քիթիկը պոկված է, միգուցե անցնելուց կփոխեմ կամ եթե ստացվի կամ էլ չգիտեմ, հավանաբար կփոխեմ, հետ չեմ տա, երևի թե կփոխեմ անցնելուց, միևնույնն է էլի են գնալու երկրորդ շաբաթ կամ երրորդ չորեքշաբթին, այդպես ասեմ ավելի ճիշտ է, եւ այս գնումների ընթացքում ես կորցրեցի իմ մազերի ռեզինը, այդ շոկ կրակ ժամանակ, ու մի քանի տեղ նայեցի չկար իմ ուզածը, բարակ իրական շատ բարակ ռեզինկաներ էին, որը ասենք իմ հաստ մազերը չի պահի, սրանցից ես երբեմն նախկինում կարում էի, հիմա դե ժամանակ չկա։ Իդեպ ստացվեց այնպես, որ այս 4 աքսեսուարին ես վճարեցի ընդամենը 1 աքսեսուարի գին, այսինքն 16 եվրո, այսինքն յուրաքանչյուր աքսեսուարը արժի 16 եվրո, բայց ես այս ամենի համար, այս 4 հատի համար վճարեցի հենց այդքան 16 եվրո, այս 4 հատը ստացվեց ինձ մոտ մեկի արժեքի գնով։ Իսյուվը գուպի, իսյուվը,
Էս ով է։ Էս դու ես։ Փախավ։ Տեսա՞ց, Գուպիկ, փախավ։ Նայ, ով է Գուպի։ Էս ի՞նչ նապաստակ ա եկել քո մոտ, հələ նայ, էս ով է, էս ով է։ Իդեպ ճանաչելով ինձ վստահեք, որ առանց զարդերի ոչ մի կերպ, զարդերը իմ տարերքն է, Լովիսայից գնել ենք այս զարդերը, հիմա ցույց կտամ, արդեն փոխել եմ փաթեթավորումը, առաջ գեղեցիկ թղթե պայուսակներով էին մատուցում, հիմա փոխել են, բայց ինչևէ այս թղթերը կան, ինչը ես սիրում եմ, սենց խշխշան, իմ զարդերն էլ են, չէ, այսպես ես փաթեթավորում։ Առաջի բանը, որ տեսնում եք, օմեգա թևնոցն է, այն զեղչվել էր 16 եվրոից ու դարձել էր 7։ Հիմա անցկացնեմ ձեռքից, տեսեք։ Շատ գեղեցիկ է։ Օմեգան, այս օմեգա թևնոցը։ Սովորաբար ես միքսում եմ թևնոցները, երևի թե այս անգամ կմիքսեմ այս սրա հետ։ Ոնց է նայվում։ Ոսկեգույնը փիրուզի հետ, ոսկեգույն թևնոցը փիրուզագույնի հետ, շատ գեղեցիկ է, այնպես չէ։ Տադամ։ Համ առանձին է գեղեցիկ, համ միքսած իմ կարծիքով։ Եվս մեկ օմեգա գործվածք, սա այլևս նոց է, 21 եվրոից դարձել է 6 կախազարդ ունի կրիստալով, խոշոր մոնոկրիստալով զարդարված և սա իրենց պրեմիում կլասի բիժուտերիայի շարքին է պատկանում, այս վզնոցը օմեգա և այս թևնոցը նույնպես օմեգա, դարձյալ պրեմիում կլասի է պատկանում, գեղեցիկ է, ինձ դուր է գալիս, գեղեցիկ զարդերը միշտ ինձ դուր են գալիս և ես չեմ կարողանում աքսեսուարների կողքով անտարբեր անցնել, դա անհնար է ուղղակի։ Եվ իհարկե սա էլ այս աքսեսուարը պայուսակի տարափոխեցի, նապաստակ էի գնել փափուկ խաղալիքի տեսքով, ինձ թվաց քիթիկը վնասված է, բայց ոչ, որովհետև բոլորն էին այդպիսին, մոդելն էր պարզապես այդպիսին, ինչևէ փոխեցի այս դիուկի հետ, ալյա Բիրկին, ալյա Հերմես կարելի է ասել։ Իսկ ահա ձկնիկին արդեն անց եմ կացրել իմ պայուսակի վրա, նաև այս մետաքսե շարֆիկն եմ այստեղ կապել, ամառային գեղեցիկ տեսք է ստացել այս հասարակ պայուսակը։ Պայուսակը միասին էին գնել, այսպիսի տեսք ուներ, հասարակ սովորական բազիկ լոկանիկ ամառային պայուսակ և վերածվեց ամառային ուրախ պայուսակի, այնպես չէ, հետաքրքիր է, չէ, նայվում ավելի գեղեցիկ ու ճոխ։ H&M-ից գնեցի ևս մեկ շալվարիկ, այսօր հիմա ցույց կտամ, խոստացել էի, չէ, որ նորից ինչ կգնեմ, ցույց կտամ։ Ինչքան է զեղչվել, դարձել է 20 եվրո, 35 եվրոից այս շալվարիկը։ Ունի շատ խտություն այս կտորը, ինչը արդեն հազվադեպ հանդիպող երևույթ է, և շատ հարմարավետ մոդել է, քանի որ մեջքի հատվածը էլաստիկ է, ձգվող է, այսպես կլասիկ մոդել է, կոչվում է, ինչ է կոչվում, ստրեչ է կոչվում այս մոդելը, այդպես է գրված համենայն դեպս անվանումը, կոճակ ունի, շղթա և ներսից էլ այսպես թելեր, որ ձգվի, գոտիկ կարծես։ Չնայած այս հատվածներում էլ կան գոտու համար նախատեսված այսպիսի դետալներ, բայց դե քանի որ ներսում արդեն ունի ձգվող կապվող տարբերակ, կարիք չի լինի։ Չնայած կլասիկ գոտի որպես աքսեսուար կարելի է օգտագործել, մի խոսքով շատ հարմար մոդել է, մեջքը ռեզինով, դիմացը այսպես կոճակով, սովորաբար ռեզինով շալվարիկները մեջքը այսպես ռեզինով, դիմացը կոճակ ու շղթա չեն ունենում, սա շատ հարմար տարբերակ է, երկար է մի փոքր, դե ես կկարճացնեմ, ուղիղ մոդել է, ուղիղ իջնում է մինչև վերջ, ոչ լայնանում է, ոչ նեղանում, շատ հարմար տարբերակ է և կտորն էլ խիտ է, ամառային չէ, ավելի շատ
աշնանային, գարնանային այդպես։ Այսպիսի մոդելներ հիմա դժվար է գտնել, որ համ կլասիկա լինի, համ խտություն կտորը ունենա, համ մեջքը էլաստիկ լինի, ձգվող, շատ լավ տարբերակ։ Եվ այս տոպիկը, այս գեղեցիկ մոդելը, ուրեմն այս տոպիկի այս ձևվածքը կոչվում է փեփլուն, դասիկներ են, որ բացվում է, նաև կարելի է ասել բայսկա են ասում ռուսերենով, պրիտելկաները սպիտակ, մեջքի հատվածը ուղիղ է, գրեթե համարյա։ Մի խոսքով այսպիսի տոպիկ, արժեքը ինչքան էր նախկինում 10 եվրոից 2 եվրո են զեղչել ընդամենը, բայց կայքով նայեցինք ավելի շատ է զեղչված այս տոպիկը եւ կարելի է մի համար մեծը վերցնել, այս կողքերը նեղում էր, ինչ կասես, չէ, բայց այս 2XS կա կայքով, հա։ Ահա այսպիսի գնումներ, սա էլ հաջորդ օրն ենք կատարել այս գնումները, այսօր էլ միասին դուրս եկանք, ահա այսպիսի զեղչեր